Վերջին օրերին Իրանի շուրջլարվածությունը շարունակում է աճել։ Միջազգային օրակարգի առանցքում կրկին ԱՄՆ-ը Իրան հնարավոր առճակատումն է, եւ մտահոգություններ կան, որ Միացյալ Նահանգներն առաջիկա օրերին անգամ ժամերին կարող է հարված հասցնել Իրանին։ Ավելին, եվրոպական մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են արել անհապաղ հեռանալ Իրանից, ինչը եւս վկայում է այն մասին, որ հարձակման վտանգը չափազանց մեծ է։ Օրագիր Նյուզի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դալիելյանը չբացառեց, որ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, սակայն ժամկետներ նշելուց խուսափեց։ Չեմ կարծում, որ որևէ մեկը ձեր հարցին կարող է հստակ պատասխան տալ, թե Միացյալ Նահանգները կհարվածի Իրանին, թե չի հարվածի։ Տեսակետները շատ տարբեր են։ Դանիելյանը ընդգծեց, որ ըստ որոշ փորձագետների նման հայտարարությունները կարող են լինել բանակցային գործընթացներում ճնշում գործադրելու միջոց։ Քաղաքագետի խոսքով Իրանի նկատմամբ պահանջների թվում են ուրանի հարստացումից հրաժարումը, թեկուզ խաղաղ նպատակներով, ինչպես նաև բալիստիկ հրթիռների սահմանափակումը, ինչը նրա Թեհրանը չի համաձայնի։ Անդրադառնալով հնարավոր հարվածի հետևանքներին, Դանիելյանը նշեց, որ դրա ազդեցությունը մեծապես կախված կլինի հարվածի բնույթից, թիրախներից եւ ծավալից, հավելելով, որ նման զարգացումը միանշանակ ազդեցություն կունենա ոչ միայն տարածաշրջանի, այլև հարավային Կովկասի վրա։ Երբ որ խոսքը գնում է հարվածի մասին, հարցը այն է, թե ինչ հարված կլինի, ինչ հզորությամբ, ինչ նպատակ, ինչ թիրախներ կընտրվեն, որտեղ այդ հարվածները արդեն եղել են, ինչպես տեսանք, ոչինչի չբերեց։ Քաղաքագետի գնահատմամբ Իրանին հարվածելու դեպքում դրա հետևանքները կարող են լինել անկանխատեսելի, դուրս գալով տարածաշրջանի սահմանից։ Հիմա նորից հարվածեն չէ, շատ դժվար է պատասխանելը, որտեղ հարվածելու դեպքում հետևանքները կարող են շատ անկանխատեսելի լինել եւ հետևանքները դա կզգան ոչ միայն մեր տարածաշրջանում, հարավային Կովկասում, այլ նաեւ կենտրոնական Ասիայում, Պարսից ծոցի երկրները եւ այլն, այսինքն այդ ամեն ինչը շատ անկանխատեսելի է եւ դժվար է եզրակացություններ անել, ասենք անխատեսել, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։ Միաժամանակ Դանիելյանը հիշեցրեց, որ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ խոսակցությունները շրջանառվում են տասնամյակներ շարունակ։ Դանիելյանը հավելեց նաև, որ Իրանը մնացել է այն երկրների շարքին, որոնց ԱՄՆ-ն նախատեսում է հարվածել։ Իրանի դեմ հարված տեղի ունեցավ նախորդ տարի հունիսին, որը քաղաքագետի գնահատմամբ նույն արդյունքը չունեցավ, որը ԱՄՆ-ն գրանցել էր Իրաքում, Լիբիայում եւ Սիրիայում։ Մերի Հակոբյան, Օրագիր Նյուզ։